Տևական ժամանակ դոլարի փոխարժեքի էական տատանումներ չէին գրանցվում Հայաստանում, և սա լավ էր, քանի որ թե ներկրողները, թե արտահանողները կարողանում էին ստաբիլ պլանավորել իրենց բիզնես պրոցեսները։ Նախորդ օրերի ընթացքում, սակայն, դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազեց, հասնելով 368 դրամի։ Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչի հետ է սա կապված։ Կենտրոնական բանկը փոխարժեքի տատանումները կապում է ներդրումների նպատակով իրականացվող փոխանցումների ավելացման հետ։ Պորտֆելային ներդրումների մասով միջազգային ներդրողների հետ կապված, ինչպես պետական արժեթղթերում, ֆինանսական համակարգի միջոցով եւ նաեւ ուղղակի իրական հատվածի մեջ նման դինամիկա մենք տեսնում ենք։ Վերջին շրջանում բավականին մեծացել են նաեւ մասնավոր տրանսֆերտները, նշում են մասնագետները։ Սա եւս իր ազդեցությունն է ունենում արտարժույթի շուկայի վրա, այսինքն դրամ-դոլար տատանումները եւս այս պրոցեսի ազդեցության հետևանքն են։ Կապիտալ հոսքեր կան, դրանք էլ են փոխարժեքի վրա դեպի ներքև ազդում, ու ժամանակ առ ժամանակ մեր շուկան էլի անհավասարակշռվում է կամ պերմանենտ անընդհատ արժևորման ուղղությամբ է գնում։ Ֆիզիկական անձանց կողմից կապիտալի ներմուծումը եւս դեր ունի ու միշտ ունեցել է։ Դոլարի արժեզրկման գլխավոր պատճառը, սակայն, ըստ մասնագետների, ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմն է։ Տարածաշրջանում տոտալ անկայունության ֆոնին կապիտալի հսկայական արտահոսք է սկսվել, որի ուղղություններից մեկը Հայաստանն է։ Տարվա սկզբին 1 դոլարը 43,000 ռեալ էր, այս պահին 1,3 միլիոն ռեալը անցնում է։ Հիմնականում Իրանը այդ ընթացքում սկսեց կապիտալազրկվել, կապիտալը սկսեց փախչել Իրանից, եւ այդ կապիտալի մեծ մասը հայտնվեց Հայաստանում, որը ճնշում է գործադրում հայկական դրամի վրա։ Մերձավոր Արևելքի ամենագայթակղիչ շուկաներից մեկը անշարժ Գրիքինն էր, որտեղից կապիտալը եւս սկսել է փոխադրվել Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը կապիտալի մի հատվածը եկել, որը նաեւ բերել նրան, որ այս շրջանում բավականին մեծ քանակությամբ տնտեսական աճ ունենք։ Սա էական անկում է, եւ առաջինն այն իրենց մաշկի վրա զգալու են արտահանողները։ Ուժեղ դրամը նշանակում է հայկական ապրանքների մրցունակության անկում դրսի շուկաներում։ Նման իրավիճակում կա մի գործիք, որն ունակ է դադարեցնել դրամի արժևորումը դոլարի նկատմամբ։ Դա դրամի վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Կենտրոնական բանկը, սակայն, այն թողել է անփոփոխ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։